Հապկում ակտիվություն, թե պասիվություն։ Հապկում ակտիվություն միայն, որովհետև մեր միակ անվտանգային համակարգը հապկն է եւ Եվրասիական տնտեսական միությունն է։ Եվրոինտեգրման կուրսին այո, թե ոչ։ Այո, միանշանակ, ես շատ կողմ եմ կոնգրեսը, հայազգային կոնգրեսը եվրոպական լիբերալների կուսակցության լիիրավ անդամ է, ընդ որում միակ ամբողջ հայաստանյան քաղաքական կուսակցության մեջ, այնպես որ եվրոինտեգրմանը միայն կողմ, որը չի նշանակում 5 դաշնակից ընկերների բացառելը։ Պարտադիր ժամկետային զինծառայությունը 1.5 տարի թե 2։ Իշխանության արած հանցագործություն էր, դեռ պատերազմից չավարտած, 1.5-ը մեղադրելի է։ Հայաստանի բանակը պետք է 2 տարի լինի, պլյուս նոր տեխնոլոգիաներ, նոր զինատեսակներ։ Քաղաքական բանտարկյալներ կան թե ոչ։ Այո, ցավալիորեն ուզում եմ արձանագրել, որ ժողովրդավար կոչող Հայաստանը ունի քաղբանտարկյալներ, դրանք ժուրնալիստներ են, քաղաքական գործիչներ են, ընտրված քաղաքապետեր են, համայնքապետեր են, եկեղեցու սպասավորներ են, Հայաստանում այո կան բազմաթիվ քաղբանտարկյալներ։ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը ըստ 91 թվականի թե ոչ։ Վիճելի հարց եք ասում, պայմանավորվելու խնդիր է, կարող է 91-ով լինել, կարող է դրանով լինել, բայց ոչ այն արժանապատիվ կեցվածքով, որ հիմա Հայաստանը դրսևորում է։ Դա պայմանավորվելու խնդիր է։ Օրինակ, էլեմենտար բան եմ ասում։ Ես ինչպես կանեի, անկլավները, որոնք մեկ գտնվում են Ադրբեջանում, ես կթողնեի Ադրբեջանում, որոնք գտնվում են Հայաստանում, կթողնեի Հայաստանում, որովհետև դա կողմերին կոնֆլիկտող կողմերին հեռացնում է իրարից։ Եկեղեցին պետք է քաղաքական ասելիք ունենա թե ոչ։ Եկեղեցին որպես միավոր չպետք է ունենա, դա սահմանադրությամբ է կարգավորում, նա քաղաքականությամբ չի զբաղվում, ինչպես պետությունը չի զբաղվում եկեղեցում, բայց եկեղեցու ցանկացած սպասավոր իրավունք ունի որպես քաղաքացի զբաղվել քաղաքականությամբ։ Արցախի հարցը փակված է թե ոչ։ Արցախի հարցը ընդհանուր առմամբ փակված է ցավալիորեն, բայց արցախցիների վերադարձի հարցը փակված չէ եւ միջազգային ստանդարտների համաձայն, եթե Հայաստանը հետամուտ լինի այդ խնդրին, կարող է դա կազմակերպել, որովհետեւ արցախցին 3000 տարի ապրել է այդ հողի վրա։ Նոր թե գործող սահմանադրություն։ Գործող սահմանադրություն, որը փոփոխության կարիք ունի, որովհետեւ նոր սահմանադրության, խնդրում եմ ուշադրեք, չի կարող լինել։ Նոր սահմանադրություն չի կարող լինել, որովհետև գործող սահմանադրության 3 կետերը, առաջին, երկրորդը եւ նախաբանը, որը վերաբերում է հռչակագրի անձեռնմխելիության, դա փոփոխելի չէ։ Խորհրդարանական թե նախագահական։ Ապրեք, շնորհակալ եմ այդ հարցը, որ տվեցիք, կիսանախագահական ընտրություններ, որովհետև մենք արդեն այդ մեծ բանը անցել ենք, մոդելով անցել ենք, հաջողություններ ենք գրանցել եւ շատ բարձր